հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով իմ հյուրն է Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Այսօր մի հրապարակում աչքովս ընկա, որ եթե ասենք անցել է արդեն 10 ժամ կամ 12 ժամ եւ բանակում զոհ չկա, արդեն պետք է իրար շնորհավորել։ Ամեն օր կրկնելու եմ, երբ որ ասում եք, որ Արցախը տանք, որ են զոհեր չլինեն, հիմա մենք տեսնում ենք, որ այո, իբրև թե չկա, 400-ից ավել զոհերի մասին է, վերջը, գիտեք, նորմալ ոչ մեկ չի կարողանում հաշվել, թե քանի զոհ ունենք, իմիջիայլոց 3 արդեն, 3 չառաջոր ազգային ժողովում Սուրեն Պապիկյանը խոսում է, ինչ-որ անհասկանալի ինչ-որ բաներ է ասում, պարզ է, որ բարդակ է տիրում, ինչ խայտարակություն է տիրում, ինչ բարքեր են տիրում բանակում, ինչի մասին հիշում եք, են լրփազգին գոռում, բղավում էր ընդդիմադիր եղած ժամանակ, թե բանակում ինչ է կատարվում, այդ ընթացքում, որ խոսում եմ, ամունում հայտնվեց նորմա։ Հենց այդ պահին, պատկերացրեք, ասում եմ, ես դեռ տեղյակ չեմ, ու մի մեծ ծածկադմփոցի է գնում, ասենք 37 տարեկան մարդ, ընտանիք ունեցող, 2-3 երեխա, երրորդին սպասում է կինը եւ չգիտես ինչի մեկ է որոշում է ինքնասպանություն գործել բանակում, պարզ է որ այս ամեն ինչը ասում եմ որ սրանց վռնդելուց հետո ամեն ինչ ուսումնասիրվելու եւ պարզ է դառնալու թե ինչ է կատարվել, նախ մի կողմից այս այլանդակ բարքերն են, քրեածին բարքերը, որ մտել են բանակ եւ մյուս կողմից մեծ կասկածներ կան, դրա մասին շատ է խոսում, որ իրենք ուղղակի թշնամու զենքից են ընկնում, թշնամին այսպես վարվում, բայց քանի որ դեռ շարունակում է կերակրել խաղաղությամբ, ծածկադմփոցի իբրև թե ոչ մի կրակոց չկա, ոչ մի բան չկա, դե Ազատան գյուղը փորձադաշտ բանի պես փորձեցին, փորձարկում էր մի հատ իրենց կողմից, թե դա ոնց կմարսեն եւ եթե դրանից հետո շարունակում է այդ մարդը մնալ բանակը ղեկավարել եւ ընդհանրապես Նիկոլը շարունակում է մնալ 14 զոհ անընդհատ պետք է ասել, չգիտեք ոնց է լինում դռները փակված բան, այո, ինչ է տեղից եւ փորձագետները հենց առաջին իսկ վարքյանից կասկած հայտնեցին, որ այդտեղ տեղի ունեցել ուղղակի բարեսպուն նամակով թշնամու կողմից հարված է եղել, հարձակել այդպես սպանել են մեր զինվորներին։ Ծնողներից մեկ ասել էր, որ կես ժամ առաջ դրանից առաջ խոսել է թե ինչ դե հիմա իրենք ձևը գտել են, ինչ որ սպաների բան կարող է ազատեն, դե գիտեք որ ժամանակին Սորոսից սնվող պաշտպաններ կային, բայց մենք հետո հասկացանք, որ սրանք այս հականեր են թփի ծառի համար կռիվ տվող էստականքները, մի նպատակ կար հիմնարար քարուքան դանել, կործանել ցեղասպանության եզրին հասցնել Արցախահայությանը, հետո արդեն Հայաստանի քարուքան դանել բանակը հայկական, իզուր չէր որ սպայական կազմի դեմ այդպիսի արշավ էր լինում, իսկ հիմա արդեն դրված է Հայաստանի հարցը, Երևանը ճիշտ էր նկատում, մենք ընդհանրապես չպիտի, այստեղ ասենք գրել են, թե ինչ որ բաներ է բացահայտվել, որ բաները հագցրել է, ձերբակալված են Ճամբարակի զորամասի շտաբի պետը, 7 զինվորի վրա ერთი դեպքի հետ կապված եւ այլն, դե հիմա կգրեն մի անգամ էլ կանդրադառնան, հետո ծածկադմփոցի կգնա, բայց միջև մենք կփորձենք հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ այս զինվորների հետ ինչի մահացան, միջև սա փորձում ենք հասկանալ այն միսի սպանության մասին եղավ, դա դրանից հետո մեկ այլ սպանության մահվան մասին լուրը հասավ, թե փաստորեն տեսեք այն իրական, որ ասում եք բանը վերածել եք մսաղացի, այո, որովհետեւ երբ որ փողոցից այն հրճվանքով, որ ասում եք փողոցից բոմժերին բերում եք իշխանության, այսինքն ոչ պրոֆեսիոնալ, անպատասխանատու, անպատրաստ, դրա հետ միասին անդասիրակ, փողոցային, երբ որ բերում եք իշխանության, որը փողոցային են իմաստով, դե մենակ փողոցայիններն են, չէ՞, քաղաքացու վրա թքում, փողոցայիններն են, չէ՞, մենակ ասում, երեք նորից ինչ է ասել, ծեփեմից բացի հազար ներողություն եմ խնդրում մենք երբեք տենց չենք որտեվ լափաման, լափազգի, կզել, չգիտեմ ինչ անել, ծեփել, այս այլանդակությունները, այս այլանդակները իրենց հետ միասին բերել են եւ երեք ասում է իմիջիայլոց քեզ ասֆալտին կտամ, կծեփեմ, սա միայն անբարեկիրթ փողոցային անդասիրակ մարդկանց մասին է խոսքը, ովքեր ոչ ընտանիք են տեսել, ոչ մայր են տեսել, նորմալ ոչ ծնող են տեսել, ոչ մի, որտեվ սա միայն դրա մասին է խոսում, դպրոցում էլ երևի այն վերջին շարքում նստած այն
կան չէ այդպիսիներն էս փողոցային նկարագրով բան լակոտներ են եղել կամ լակոտուհիներ են եղել հիմա էլ բանի թուրքերի քմահաճիկով թուրքական ուժերի ուժով հայտնվել են հիմա բան իշխանության իմիջիալոց այդ որ այդ կզել ներողություն եմ խնդրում իսկապես տեսեք ինչ բառեր է եւ այս բառերը օգտագործում է վերընկած վարչապետի աթոռին վերընկած անձը բա քեզ բարիս բուն իմաստով կզած վիճակում է պահում Ալիևը քեզ ստորացնում նվաստացնում է մեր հայրենակիցներին բանտել է խոշտանգում է Հայաստանի սահմանադրությամբ ոնց որ ոչ բարով խերով ճիշտ միշտ ասում պարոն Սարգսյանը վերընկած ես այնտեղ վարչապետ ես բա դու պետք է Արցախի իրավունք Արցախի ժողովրդի Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ դու ես պաշտպանում թշնամին եկել է բարձունքի վրա նստել է ոչ մեկ պատասխան չտվեց մասնատված այն կանանց համար որ մասնատել էին ջերմուկի բարձունքի վրա ծածկադմպոցի ոչ մի խոսակցություն չկա թե այդպիսի վայրագություններ ես չգիտեմ մարդկային երևակայությունը իզորու չի պատկերացնել թե ինչպես կարելի է գերիների հետ վարվել, ինչպես 3 տարի առաջ վարվեցին ադրբեջանցիները մասնատելով, խոշտանգելով հայ այդ 4 կանանց, այդ պատկերները զարուրելի եւ սարսափելի եւ դրա մասի, բա քեզ են կզած պահում, բա Ալիևը քեզ պահում է հարբեցող ծաղրացու ողորմելի դհոլի գնդակ դարձեք, ինչ ուսեց տշում է աչուդաղ, բա իրանց ասա, բա ինչի չես ասում Նիկոլ, հա? Թե տենց հեշտ է, հա, եկել եք թուրքերով գրավել եք Հայաստանը բան ես անում ու մեջ բան դիմադրու ով որ ասում է ես հայ եմ որոշակի դիմադրողականություն կա այդ էլ վերջին բաները փորձում ես ջարդել երեք Էդգարը ճիշտ էր ասում Էլբակյան բա ասում է մեղադրում էին ասում են իմիջիալոց նույն ատելությամբ նողկանքով խոսել է սրա մասին Նայրա Զորաբյանն էր հիշում որ Նիկոլն ասում են հա դե ոչխարի նման տարել են բան են արել ինչ ցեղասպանություն ինչ ցեղասպան Նիկոլի բառերն է եւ դա տարածվում է որ տարել են բա գիտեք ոնց են տարել երբ որ իր կռվողին են տղամարդկանց թուրքերը հավաքել են այդ մարտիկներին խելոքներին հավաքել են падգամավորն են բոլորին որ երբ որ այդ մարտնչողներին հավաքել են դիմադրողականությունը թույլատրել են մնացածին այդպես քշելով տեր զոր են տալել մորթել են հիմա էլ նույն բանն են անում բայց դուք շարունակվեք սիրելնես հրճվել մտածեք որ այս ինչ լավ է անում են իհարկե սրա պատասխանը պիտի տան նաև այն տականքները ովքեր որ մեր հերոսների, մեր նախագահների դեմ արշավ էին սկսել դեռ 20 տարի առաջ, մամուլով հատուկ այդպիսի արշավ էին սկսել Ռոբերտ Քոչարյանի դեմ, չհասկանալ, որ այստեղ Ռոբերտ Քոչարյանի հարցը չի, այստեղ Հայաստանի հարցն է եւ հիմա դրանից օգտվում են եւ երեք էլ գրոհել էին բառից բուն իմաստով, ուրեմն պատեց գրոհեք, գնացեք բարձունքները ազատագրեք, հա, գնացեք, այտենց գրոհեք, բանի Ալիևի ազատագրան արեք, Ալիևին պատասխանատվության ենթարկեք տանը նստած քնած ընտանիքա Լևոն Քոչարյանի, Ռոբերտ Քոչարյանի, ալֆա ջոկատնա գնացել, պարոն Սարգսյան, գնացել եւ այսպես բանը արշավերի անտեմ։ Խնդրեմ, ինչ է տիրում, ինչ է կատարվում, ել չեմ ասում իր սարսափելի հայտարարությունները երեք, որսի հայտարարություններ արեց, որ երեք չառաջը այս մարդը կոնկրետ ասեց, հանրապետություն չի լինելու, Հայաստան դուրը Հայաստան չի լինելու հրճակագիր չի լինելու, անկախություն չի լինելու, Ղարաբաղյան շարժումը ցեղասպանության ճանաչում չի լինելու, ուղղակի պետք է անհարմար չզգալ, ու միջև վերջ, այո, միջև վերջ պիտի գնալ, եթե ասում եք, պիտի միջև վերջ ասել, ուղղակի պարզ նախադասությամբ եւ տեքստով, Հայաստան չի լինելու եւ հայություն այստեղ այս 3 միլիոնը չի լինելու, ինչպես որ ժամանակին Թուրքիայի հատվածում բնաջնջվեց վերջնական եւ այս հատվածում բարեբախտաբար ռուսները եկան եւ կարողացան պահել ու պահպանել եւ ունենալ Հայաստան աշխարհ։ Խնդրեմ, ես հիմնականում ասեցի բանակով սրա հայտարարություններով հարցակումներ։ Ամբողջ բանը նրանում է որ այս հասարակության որոշ հատվածի մոտ գիտակցությունը այսպես շեղել են այնպես որ ուղղակի չեն լսում այն ինչ որ իրենց դուր չի գալիս։ Այսինքն այն փաստերը որը ինքն է ներկայացնում, ասում են սուտ է։ Ես արդեն բազմաթիվ անգամ տեսել եմ մարդկանց, որոնք ուղղակի sense կուրկ են իրան դարձրել եւ ուզում են, որ ամեն ինչի ինչ որ իրեն վատն է վերաբերվում, չլինի այդպիսի բան հնարավոր չի։ Ինքը ինչ որ անում է ճիշտ է անում։ Հիմա այս հարց, այս միայն երևի թե ջունգլիների այդ բարքերը կարելի է օրինակ բերել, որ ուղղակի երբ որ ինքը վրեժ խնդիր է հաշվի հարդար պետք է լինի, ինքը այդ ժամանակ սկսում է ինչ որ բաներ գործողություններ։
Այսինքն ուզում եմ եւս մեկ անգամ ասեմ, արդարությունը չի լինում ջոգովի, այսպես ասած, երբ որ ես ուզեմ այսինչին, ոնց որ ինքն ասում, ախր իսկապես անհարմար է։ Մենք երբևիցե այդպիսի լեքսիկոն չենք ունեցել, եղբայր։ Որևէ մի ղեկավար իրեն թույլ չի տվել ասի ես կզծնելու եմ։ Ես sense բան չեմ տեսել ընդհանրապես։ Եվ բացի դրանից, այդ անգամ փողոցային կռվի ժամանակ չեն խոսում, որովհետև կարող է պատահանից բերանը ջարդեն, որ այդ երբևիցե այդպես բառեր չօգտագործի։ Այսինքն ստացվում է հետևյալը, եկել ես իրոք ալֆա ջոկատով, երբ որ գիտես, որ այնտեղ երեխաներ կան, վերջիվերջով ընտանիք է, վերջիվերջով մարդիկ են, ինչ բան ունեիք ասելու, գնայիք ուրեմն մարդկանց այն ժամին, երբ որ նրանք արդեն արթնացած են, երեխաները երևի գնան կամ էլ երկու հոգով գաք, ինչ պետք է անեին նրանք։ Երկու քննիչեք, եկել եք, նստել եք, գնացեք ինչ որ պետք է անեք, արեք։ Ով է տեսել այդպիսի 7 ժամ ահաբեկել, պահել ներսում, հետո երկար մտածել են արդյոք սնունդ արժի հասցը։ Հետո անընդհատ սպառնալիքներով խոսել։ Հեսա էսպես կանեմ, հեսա են կանեմ։ Դե ընտանիքա տեսնում, հենց ընտանիքա տեսնում, ուզում է ավիր, էլի մի բան անի այդ ընտանիքի գլխին։ Նույնը եկեղեցու հետ, նույնը վեապարի հետ կապված հարցերում կամ ընդհանրապես եկեղեցու հետ կապված։ Իմիջիալոց ասում է ինչ որ պիղծ բառ է օգտագործում կուսակրոնության հետ կապված։ Հիմա ուզում եմ հասկանալ, Գրիգոր Լուսավորիչը պիղծ է եղել։ Ուրեմն Չէ, ասում է Աստծո հետ խնդիր ունի։ Հիմա այս տգետին, դեբիլին նայեք։ Ասում է կաթողիկոսը Աստծո հետ խնդիր ունի։ Այսինքն նախ ինքը Աստծո մոտից է գալիս։ Ինչ անհարմար իսկ է, ասա սատանայի մոտից եմ գալիս։ Ասենք հիմա դուք պատկերացրեք Աստծո մոտ դու ոնց կարող է այտենց այդպես։ Ինքը որոշել է որ Աստծո մոտից է գալի ու Աստված ասել է որ բանը վեհապարը Աստծո հետ խնդիր ունի։ Հիմա հարց եմ տալիս։ Գրիգոր Լուսավորիչը Աստծո հետ խնդիր ունի թե չէ։ Այսինքն այնտեղ կանոնակարգային բան ա եղել, չէ՞, այն ժամանակ որոշել են որ կարող է ամուսնանալ, հետո հասկացել են որ ժառանգականության հարցը, այսինքն իր որդիներն են դարձել կաթողիկոս դա, այսինքն այստեղ ասել, դա լավ արե ունեցել է, շատ լավ, դու ով ես, այս սատանա դու ով ես, լավ արե, ինչ խնդիր ունի։ Ինչ խնդիր ունի, չէ հարց եմ տալիս սովորական, Գրիգոր Լուսավորիչը, ասում է կաթողիկոսը Աստծո հետ հարց ունի Աստծո, Գրիգոր Լուսավորիչը, Նիկոլ, Գրիգոր Լուսավորիչը, հիմա դու որպես Աստծո մոտից եկած կամ սատանայի մոտից եկած կամ ում մոտից են ուրիշ գալիս, չգիտեմ, խավարանից ես եկել, չգիտեմ որտեղից եկել ես, դժոխքից ես եկել, դրախտից, ամենտեղ դու գնացել ես, որտեղից է եկել, խավարանում է, դժոխքում է, դրախտում է, չգիտեմ, եկել ես, ասես Աստծո հետ խնդիր, հիմա Գրիգոր, քեզ պրիմիտիվ պարզ հարց եմ տալի, Աստծո հետ խնդիր ունի Գրիգոր Լուսավորիչը, որ որդիներ ա ունեցել, չէ՞։ Կանոնակարգային հարց է, չէ՞։ Հիմա ասենք դու չես այս ստով, ինչ ես ժողովրդին կերակրում, իբր թե կաթողիկոսը Աստծո հետ բանը հարց ունի։ Այդ նույնն է, չէ, դե հարցը ինչու՞մն է, չէ՞, պարզ երևում է, որ ամեն ինչ ինչ որ ինքը սկսում է անել, դա հաշվի արդար է։ Եկեք այս ընդունենք, որպեսզի դա դառնա այն որ ասում են կետը։ Բայց ինքը այնքան լավ աշխատողան, ասես որտեվ Արցախի հարցը բարձրացնում, որտեվ իր հեռանալու հարցը։ Էդ էլ ասեցի։ Հետո դրանից հետո այնքան լավ ապուշը միջև դրա համար էլ հաշվի արդար է։ Էդ է հարցը։ Այո։ Եթե այն մյուսները, որոնք իր կողքին են եւ հլունազան, այո, եւ նրանց կարելի է ամեն ինչ։ Բա գնա այդ Վազգենը տես Աստծո հետ խնդիր չունի, որ երեխա ունի։ Գնա տես խնդիր չունեն, որ դե չգիտեմ ինչ հարաբերություն է։ Ինչ ապուշություն։ Ինչ անհեթեթություն։ Դա ընդամենը պատճառ է, որովհետեւ եթե Շատ բառ ասեցիք, ուրիշ խնդրություն։ Ուրիշ ոչինչ, եւ հաշվի արդար։ Եվ սա է ամբողջ խնդիրը, որովհետեւ եթե դու իսկապես արդարություն ես ուզում հաստատես, այդ արդարությունը ասում եմ ջոգովի չի լինում, ոչ էլ ուրեմն ընտրովի է լինում։ Երբ որ ես ուզենամ, այդ ժամանակ այդ արդարությունը պետք է աշխատի։ Այդ դեպքում դու ով ես ընդհանրապես։ Եվ այստեղ է որ բացի դրանից ես շատ եմ ուզում կենտրոնանամ նաև այն հարցին, որ ինչա է ժողովրդի մի հատվածը սկսել մտածել թե լավ է էլի խաղաղություն է, չգիտեմ, էս է։ Բայց զոհերն ինչ են ամեն օր բանակում։ Այ այդ ամեն ինչը։ Բայց գերիներն ինչ են։ Անջելա, հենց այդ է ամբողջ խնդիրը։ Իրենց այսօրվա, իրենց կյանքը, իրենց անձնականը լավ է, ուրեմն ամեն ինչ լավ է։ Այ այս հոգեբանությունը երբեք չի եղել։ Հացը 450 դրամ է, ոնց լավ է։ Այդ մարդիկ կարողանում են։ Հայրենիքը տվել են, ոնց լավ է։ Գերիները բանտում են, ոնց լավ է։ Ամեն օր զոհ կա բանակում, ոնց լավ է։
Թալանում են, պարտքը դարձրել են 15 միլիարդ։ Ոնց թե լավ է։ Օդի աղտոտվածությունը քաղցկեղածին է, ոնց լավ է։ Թոշակառուն սովից մեռնում է, ոնց լավ է։ Հիվանդանոցների վիճակը ինչ է, ինչքան մարդ է հիվանդ։ Ուրեմն, այստեղ ես մի իր աստծներից մեկն եմ ուզում նաև ներկայացնեմ այսօր, որովհետև գյուղատնտեսության մասին խոսք գնաց այնտեղ, ասելով, որ իբր թե չեն կարողանում Ռուսաստանը դե չի ընդունում եւ այլն, ասեց, գիտեք ինչ միլիարդներով սուբսիդիաներ ենք մենք տալիս, որպեսզի գյուղացիները առաջին հերթին այդ գյուղացուն ոչինչ չի հասնում, որովհետև պարզերևում արդեն մարդիկ անընդհատ բողոքում են, բայց եթե հասնում է, ես մի հատ էլ պարզ հարց ես եմ տալիս, այդ միլիարդները որտեղից ես վերցնում։ Սուբսիդավորելու համար միլիարդները որտեղից ես վերցնում։ 1 միլիարդ դոլարի դեֆիցիտ ունես, պակասորդ ունես բանում բյուջեում։ 1 միլիարդ դոլարի պակասորդ։ Եթե դու այդ 1 միլիարդը ունես, դու սուբսիդավորելը ոնց ես անում։ Որտեղից ես վերցնում։ Ուրեմն կնշանակի հերթական այդ տրանշը, որը հիմա պետք է վերցնի սեպտեմբեր ամսին, մինչև այս պահը, այս մենակ այս մի տարվա ընթացքում արդեն երևի թե 600-700 միլիոն է արդեն հասել, միայն այս տարի 350 միլիոն, ասել եմ, մենակ հունվարին է վերցրել։ Հիմա այս ընթացքում էլի նորից շարունակեց այդ ուրեմն պարտքերը վերցնել։ Սեպտեմբերին նորից վերցնում են իրենք ուրեմն վարկ։ Իդեպ բոլորի մոտ ինչ է գրված հիմնականում։ Գրված է, որ բյուջեի լրացումը այդ փողը չի օգտագործում, մենակ պարտքա փակում, փողը բերում է, այդ փողը խոյտ այո, ես եմ ուզում ասեմ։ Այս մենակ այս մի փաստով այս ժողովրդի են հատվածը նույն իր այդ պատգամավոր կոչեցյալները, որոնք որ իբր թե ձև են անում, թե իրենց մոտ ամեն ինչ շատ լավ է, մենք ամեն ինչը ճիշտ ենք անում եւ այլն։ Դե հիմա բացատրեք, մենք էլ հասկանանք։ Ձեր կառավարությունը, եթե այսպիսի պայմաններում աշխատում է եւ միայն պարտքով է աշխատում, այդ դեպքում որտեղից է այս ամբողջը։ Եվ այս առումով շատ կարեւոր մի հատ խնդիր կա, որ ժողովուրդը հասկանա, վաղը մյուս օրը, այդ հերո չէ այդ վաղը մյուս օրը։ Աշունն է գալիս, ձմեռն է գալիս, այդ բոլորը դուք զգալու եք ձեզ վրա։ Որովհետև եթե վառելիքն էլ թանկանա, այդ որ ամեն անգամ չեն ասում, հեսա մենք վառելիքը ստեղից կբերենք, երբ որ կբերեք նոր կխոսենք, այս մեկ։ Երկրորդը, ուրեմն թրիպի ճանապարհի վերաբերյալ, ես էլ է շատ կարևոր, որովհետև ժողովրդին թվում է, թե հեսա Հայաստան միլիարդավոր ուրեմն ներդրումներ են գալու, դա ոչ մի բան չի գալու, որովհետև ինչ ասեց, այնտեղ խողովակաշար է լինելու, էլեկտրականություն է շարունակվելու, գազատար է լինելու եւ այլն, եւ նաեւ վոլոկնային այդ կապն է լինելու։ Ում համար։ Հələ մի հատ մեկը թող հարց տա, ուր է գնալու այդ ամենը։ Գնալու է Նախիջևան, որը ինքը փորձեց այստեղ է պիղծ լինելը, երբ որ ինքը անունը փոխեց Նախճիվան էր անունը ուզում տար։ Հասկանում եք, այս ամբողջը գալիս է մտնում է Հայաստանի 43 կիլոմետրով մտնում մեռան ասելով բոլորս ասում։ Գիտեք, չէ, հոգեբանական բան կա, մարդ որ հիստերիայի մեջ է ընկնում, ինքը սկսում է իր մայրենի լեզվով խոսել։ Ասեց անունները կարող է պատահական չի, որ այսինքն մի հատ այդ հոգեբանները պիտի բան անեն, ուսումնասիրեն, էլի հասկանան։ Ասեցինք, որ Տիգրանաշենը վաղուծված ծրագիր է, վաղուծված, քանի տարի ամենք էս։ Այսինքն Հայաստանն է, Հայաստանի հանձնումը վաղուծված ծրագիր է։ Այո, 120 տարի է նրանք դրա մասին երազում են։ Այս տարիներին էլ չէր հաջողվում։ Եվ սա նաև մի հարց էլ իրար հետևից է գալիս, էլի ուղղակի ես ներողություն եմ խնդրում։ Այս ոնց եղավ, որ հանրապետությունը, երրորդ հանրապետությունը, չնայած երբեք չի եղել այդպես համարակալված։ Մենք խոսել ենք Հայաստանի հանրապետություն, որը ստեղծվեց առաջին անկախ հանրապետությունը 18-20 թվականների։ Եկավ նրան փոխարինեց Հայաստանի խորհրդային սովետական սոցիալիստական հանրապետությունը։ Դա նոր ձև էր, նոր հանրապետություն էր եւ անունը փոխվեց։ Հետո 91 թվականին եղավ Հայաստանի Հանրապետություն, որը հռչակագրով հաստատվեց որպես անկախ։ Դա առաջի, երկրորդ, երրորդ չի։ Դա հանրապետություններ են, որոնց կարգավիճակը եւ իրենց կառավարման համակարգը փոխվեց։ Դրա համար իրենց անվանումը փոխվեց։ Հիմա որ 4-րդ հանրապետություն։ Այդ ինչ եք փոխել։
Որ հիմա դուք կարող եք ասել, որ մենք հիմա ուզում ենք ձևավորենք նոր 4-րդ հանրապետություն։ Ֆրանսիայի օրինակով կարող եմ ասեմ, այդ օրինակը, որ եկավ հասավ 5-րդ հանրապետություն, զուտ այն պատճառով, որովհետև անընդհատ այդ համակարգներն է փոխվել։ Նապոլեոնի ժամանակից սկսած։ Ուրեմն, այս պահին սա էլ է մի նոր, այսպես թակարդ, բացահայտ թակարդ է, որ մեզ գցեն, թե իբր մենք նոր 4-րդ հանրապետություն, որտեղ արդեն Ադրբեջան, Թուրքիան են ամեն ինչը որոշելու եւ այդ ամբողջը իրականացվելու է սրանց կողմից։ Կասկած մի ունեցեք։ Այստեղ տարակուսելու տեղ չի մնացել արդեն, որովհետեւ այն ինչ որ ուզում է, որ եթե սահմանադրությունից, քանի անգամ ասել ենք, ել եմ ուզում կրկնեմ, սահմանադրությունից անկախության հռչակագիրը որ դուրս գա, այդ նշանակում է Հայաստանի Հանրապետության անձնագիրը վերացավ, նրա ծննդյան բանն է, վկայականն է վերանում, ծննդյան վկայականը, պարզ բան է, որովհետև դրանով է որոշվել, որ այսօր Հայաստանի Հանրապետություն կա, հիմա եթե նա այդ ամենը հանում է և շպրտում է դուրս, դուք այլևս չեք Հայաստանի Հանրապետություն չեք, եկեք այս բանը գոնե հասկանանք, այսինքն դրա համար ինքը ասում է 4-րդ հանրապետություն, որովհետև այդ դեպքում այդ 4-րդ հանրապետության անունը չի լինելու Հայաստանի Հանրապետություն, որովհետև այդ Հայաստանի Հանրապետությունը Հայաստան չի լինելու, այո, եթե վկայականը կորսեց, այն ինքն էլ չի լինելու, այսօր նստած մտածում են, ախր մի քիչ հետևեք այս ամբողջ իրադարձություններին, որոնք դուրսն են կատարվում, Ռուսաստանը միշտ եղել է միշտ այս 70 տարվա ընթացքում ամեն կերպ փորձել է պահպանել եւ զարգացնել Հայաստանի Հանրապետությունը։ Սա փաստ է, որովհետեւ նրանք ովքեր ծնվել են դրանից հետո պետք է գնան մի հատ գոնե տեսնեն թե ինչ է եղել այն Հայաստանը եւ հիմա համեմատեն այսօրվա Հայաստանի հետ։ Որովհետեւ Հայաստանի այն սոցիալիստական հանրապետությունում բոլորը կրթվյալ մարդիկ էին։ Ամենամեծ բարձր տոկոսն էր Խորհրդային Միությունում բարձրագույն կրթություն ունեցող մարդկանց թիվը Հայաստանում։ Ընդհանրապես այսօր հակառուսականությունն է, հակահայկականությունն է։ Միանշանակ է։ Այսօր քո միակ ռազմավարական դաշնակցին, որ քո անվտանգությունը պահում է, ինքը դարձնում է թշնամի, միանշանակ։ Ուրեմն կամ ավարտված դեբիլ են, որ չեն հասկանում։ Եկեք մի հատ զուգահեռ անցկացնենք։ Կամ հակահայ են։ Այո, այդ հա, վստահ։ Բայց հիմա եկեք մի հատ զուգահեռ անցկացնենք։ Վրաստանից ավելի խելոք եք։ Վրաստանը ինքը գնաց այդ ճանապարհով, իբր գնում է Ռուսաստանից հրաժարվում է գնում է Եվրոմիություն, գնաց, հետո հոպ կանգնեց։ Ինչի է կանգնել, լամյա չեք հարցնում։ Հասկացա, որ ասես, ես ուր եմ գնում։ Եվրոպան իրան ասում է անպայման պետք է դառնաս Ռուսաստանի թշնամին։ Վրացին ասում է, լսի, եթե ես դառնամ նրա թշնամին, ես դրանից ինչ օգուտ, եթե ոչ վնաս եմ ունենալու։ Հիմա մենք հարց տվեք ձեզ, որ եթե մենք դառնում ենք Ռուսաստանի թշնամի, դուք դրանից ինչ օգուտ եք ստանալու։ Պարոն Սարգսյան, բայց անգամ Վրաստանի հետ համեմատելուց էլ այնպես չի, որ Վրաստանի համար, ինչպես Հայաստանի համար, գոյաբանական էքզիստենցիալ հարց է դրված։ Վրաստանը Թուրքիայի հետ ինքը ճիշտ է տնտեսապես կլանում է, բայց այդպիսի խնդիր չկա։ Վրաստանի հողերի հաշվին չի ստեղծվել Թուրքիան։ Թուրքիան ստեղծվել է մեր հողերի հաշվին։ Հետևաբար, երբ որ մենք թշնամանում ենք միակ ռազմավարական դաշնակցի հետ, Թուրքիայի համար հնարավորություն է ստեղծում, որ վերջնականապես փակել այդ հարցը, որտեղ ինքը գիտի, այսօր վաղը չէ մյուս օր այդ հարցը դրվելու է, որտեղ ինքը այդ պետությունը մեր հաշվին է ստեղծվել։ Իսկ քանի դեռ կա հայ, քանի դեռ կա այստեղ միավոր, ի շնորհիվ Ռուսաստանի Դաշնության եւ Ռուսաստանի կայսրության։ Դրա շնորհիվ է ստեղծվել։ Այդ պատահական էր, որ Աբովյանն ասում էր օրնվի են սահատը, որ ռսի օրնածոտը լիս աշխարհը մտավ ու Ղզելբաշի չարշունչը այս երկրից հանեց ու մեզ տվեց այս ամեն ինչը։ Հա թե ձեր նման խելոք չէր, թե չգիտեր ինչից ինչա պահել ռուսական կայսրությունը, հետո ինչից ինչա ստեղծել սովետական միությունը։ Հա ոնց է այստեղ Հայաստանը գոյ հայերը րոնց են ապրել եւ ոնց են ապրել Թուրքիայում եւ հետեւաբար Վրաստանի հետ համեմատելուց այդ խնդիրը չի լինելու որ ռուսը ոտը քաշի թուրքը 5 րոպե հետո բնաջնջելու է այստեղ։ Այդ իր հերթին ես ամենը բերեցի դա անգամ Ռուբեն Ախվերդյանի նման մարդները չի մտնում ասում ինքն իշխան ենք։ Երեք լավ Էդգարը պատասխանեց ասեց անբարոյական փողոցային բառով
կնոջ ինքնիշխանությունը, երեխուն շպրտելը, ասում է, ես կարևորը ազատ եմ ու ինքնիշխան եմ։ Ոնց որ փողոցային կանայք։ Շատ բարի, ես կարծում եմ, որ այս ամբողջը համատելու համար, համատությունը արեցի միայն նրա համար, որպեսզի ասեմ, որ մարդիկ հասկացան իրենց սխալ ճանապարհը եւ ժամանակին կանգ առան։ Եվ նաեւ տնտեսապես ինչ այո, իսկ ինչ վերաբերում է նրան, որ Վրաստանը իհարկե անհամեմատ ավելի լավ պայմաններում է, դա միանշանակ է, ծով ունի, ամեն ինչ ունի, հնարավորություններ ունի դուրս գալու եւ այլն։ Այո։ Թուրքիայի հետ։ Հիմա մեր այս կոմենտներ կոչվածները, որոնք են ռսաստրուկ, չգիտեմ ինչ եւ այլն, մեկն էլ ասի այ դարի մասը էլի, ոչ մի բան իրենից չներկայացնող, ոչ մի բան, անգամ ճիշտ, ես մի քանիսին ուղակի ստիպված եմ եղել գրել, ասել եմ տղամարդ ես արի իմ դեմը կանգնի, այ հիմա, կանգնի ինձ մի հատ ասա էլի ինչ որ ուզում ես ասես, մի հատ որ հասկանամ դու տղամարդ ես, թե տղամարդ չես, որովհետև եթե դու հիմա քեզ ձև ես քթել, ինչ որ մի հատ գրառում անես, որ ցույց տաս, թե ես ալ մարդ եմ, դու մարդ չես։ Դու այնքան մարդ չես, որովհետև դու չես կարողանում հասկանաս, այո, չես կարողանում հասկանաս, որ այս ճանապարհը, որը բռնել է Նիկոլ Փաշինյանը, դա միայն ու միայն այս տրկացումը տեղալնելու։ Այդ ստրկացումը դա ցեղասպանություն է։ Այո, ստրկացումից հետո ցեղասպանություն է, պարզ է։ Հայաստանի կործանում, դա անգամ չեն գիտակցում։ Ինքը ինչ էլ ուզում եք արեք, ինչքան էլ պատկերացրեք, թե հեսա այսօր չի լավ է, էլի, դե վաղն էլ ոչինչ, հլա վաղը չեմիս օրը չգիտենք, եղբայր պատմության համար այս օրը կամ տարին կամ անգամ տասնամյակը ոչ մի բան են։ 10 տարի հետո կարող է պատահի ընդհանրապես այս երկիրը չլինի։ Էդ եք ուզում։ Եվ եթե ձեզ համար միևնույն է թե որտեղ եք ապրելու, այսինքն հիմա էլ շատերը կան այդ երիտասարդ որ Սորոսը դասիրակություն են ստացել։ Ինչ նշանակություն ունի որտեղ ապրենք։ Լավ կլինի կգնանք եսին Ավստրալիայում կապրենք կամ որևէ տեղ։ Այդ պապերը որ ձեզ թողել են այս հողերը եւ այս հայրենիքը եւ ձեզ ազգային արժե համակարգ են թողել։ Հա թե իրանք հա բայց հետո ես առանց Հայաստան չխելագարվում եմ։ Ես դու գնացեք ջանդավեք ապրեք, ուր ուզում եք գնացեք ապրեք։ Եվ այս ամբողջի իմաստը եւս մեկ անգամ գալիս է։ Հենց այս պահին գրում ասում է հասկացանք ինքը թուրք ընդհանրապես ով հակառուսա այս փուլում, որ մենք այս սարսափելի վիճակի մեջ ենք, որ միակն է, որ բազաներով պահում է, որ թուրքը այս պահին չհարցակվի, ինքը հակահայա կամ ավարտած դեբիլ է։ Հիմա ինչ որ մեկը գրել է, հասկացանք ինքը թուրքի գործակալ է, բա որ դուք ասում է բանը, Պուտինի խոսքը ցուցադրում եք, տալիս եք, բա դուք էդի ագենտուրա չել, ես դեբիլինն է։ Ասեք, մի հատ հայվան։ Այն տատուստանն ասում էր հայվան։ Դե ուրիշ բառ չեմ։ Այսինքն հիմա որ քո ռազմավարական դաշնակցի այդ ղեկավարի առաջնորդի խոսքը Տրամպի խոսքը որ փոխանցում են այդ արդեն բան է, այդ դեբիլը որ ասենք ամեն 5 րոպեն մեկ մի հատ բան։ Կամ եթե Մակրոնն է գալիս քեզ ինչ որ բան ասում, դա արդեն ձեզ համար սրբություն է, հա, այդ է ստացվում։ Չէ, որովհետև քրքրքանը փողերը ինչ լավ էր Ամերիկայից էր, բայց որ բարեգործություն էր անում, բայց որ Սամվել Կարապետյանն էր վերում, այդ արդեն լավ չէ։ Կրկնակի երակին է բերել։ Այդ չէ, դա արդեն բան, չէ, այդ լավ չի։ Հարցն առնա որ դրա համար եմ ասում, շեղվել է այս մարդկանց գիտակցությունը, բայց շեղվել է այն պատճառով, որ դուք մնացել եք անգրագետ։ Ներողություն եմ խնդրում։ Բայց այդ նշանակումը, որովհետև ասում էր տգիտությունը հզոր զենք է։ Եվ այս հզոր զենքով Եվ դա միշտ եղել է հիմքը դիկտատուրա հաստատելու երկրում։ Միշտ պահել են ժողովրդին, շատ լավ Սերգեյ Կապիցյանը ասում է, եթե դուք ուզում եք կառավարեք երկրում, որտեղ հիմարներ են, դա հեշտ է, բայց հաշվի առեք, որ այդ հիմարների կողքին կան նաև խելոքները։ Այդ դուք հասկանում եք, այդ հիմարացնել ժողովրդին հեշտ է, բայց հետո ոնց է լինի, այլևս չի մնա ոչ մի բան, որը դուք կարողանաք կառավարեք, եւ որ բոլորը հիմար են դուք ում կառավարեք։ Այստեղի խնդիրը նա է, որ շրջահայացությունն է այստեղ պետք։ Ոչ ոք չի ասում կախված լինենք այսինչ պետությունից, նույն Ռուսաստանից։ Ոչ ոք դրա մասին չի ասում։ Ասում ենք հետեւյալը. ունենանք այդպիսի զարգացած տնտեսություն, ոչ թե այսպիսի, որտեղ հիմա իբր կոռուպցիա չկա, բայց ուրեմն պետական պարտքը 16 միլիարդ է հասնում։ Դուք հասկանում եք, բացի 1 միլիարդ պակասորթից, այս տարվա միայն ուրեմն սպասարկումը պարտքի տոկոսների սպասարկումը 800-ից 900 միլիոն է։
Դուք հասկանում եք, մտածում եք այդ ուղղությունը։ Ինչ թալանն է դերում։ Դա նշանակում է, որ ձեր տնտեսությունը չի զարգանում, եղբայր։ Այդ որ որոշ բաներ ոլորտներ, այս որ շինարարությունը ասենց ահռելի ձևով գնում։ Մի հատ չեք հարցնում, այս ում համար է այսքանը։ Ինչի է Երևանը դարձել ռախիտ օրգանիզմի գլուխ։ Պարոն Սարգսյան, վաղը միսօր այդ ջուրը ուր է գնալու, այդ կանալիզացիա, այդ ջրերը ուր են, այս հոսանքը, այս ամբողջ վիճակը, այո։ Ինչ է լինելու, այս աղտոտվածության մասին չէ։ Հեչ հարցնում եք Ավինյան, ընտրություններից հետո այլևս ոչ մի բան չես մաքրում, այս ո՞նց եղավ։ Ընտրությունները անցան, մոռացան ամեն ինչը։ Մահաբեր շոկ է, երեք ու այսօր իրանք են զգուշացնում։ Այ տավարի ցավեր, ոնց որ Թումանյանն էր ասում, բա ջրցան մեքենաներ չկա, օրվա մեջ 10 անգամ, բա դուրս եկեք փողոց, ինչով է զբաղված, ինչ էր ասում, համբալի տղա, համբալի չէր ասում, համբալի չեն, չէ ասում, հա, վարորդներին համբալ էր ասում հայրը, ինչ էր ասում, համբալի չեն իրան ասում, բա մի հատ այտենց մեծ փրթող պապա էր, չէ, որ բոլոր Opel-ի վարորդները համբալներ են, չէ, բա դու էլ եսի ինչի կարող ես դու ես համբալի պապա։ Եթե Opel-ի չէ մի հատ եթե համբալի պապա չի թող ասի տղա ջան, այս շոկ ու կրակ խայտարակություն Երևանում չի լինում քայլեր, փոշի աղ, բա ուր են այս ջրցան մեքենաներն ուր են, բան չի եկող ով որ վերակենում ձեզ 1 միլիոն տալիս է կամ մի հատ հարկա նվիրում, բոլորին հնարավորություն եք տալիս շենք կառուցելու։ Այդ փոքր երկիրա չգիտեն ձեր ռեկետները։ Ամեն շենք կառուցողից 1 միլիոն մի հատ գնում եք ասում եք ակտի համար, դոլարի մասին եմ խոսում։ Վախենում են ձայն անել, ասում է կգան ընդհանրապես ձեռքներից ռեկետյոր ասա։ Քայլող ռեկետյորներ եք ոտից գնում։ Ճշմարտություն է խոսում, նախկին իշխանություն, դուք ով եք որ նախկին իշխանություններին բան ասեք։ Ով եք դուք այ հանցագործներ։ Մի հատ էլ վախենում են նախկին իշխանության հետ կապ ունեցողները, խիչ եք կանգնում ասում։ Դու հպարտ է որ նախկին իշխանությունների հետ եմ եղել, ձեր նման փողոցային թրքամետ հանցագործ դավաճան ուժի հետ կապ չեմ ունեցել։ Ինչ վերաբերում է ընդհանրապես որևէ հանցանք կատարածներին կամ չկատարածներին կա համակարգ, դատական համակարգ, թող որոշի։ Մենք հիմա պետք է դատական, խելագարի պես հայտարարվա գնացեք ձերբակալ։ Երեք դուք նայել եք ադրբեջանական մամուլի ինչ հրճվանքի մեջ էր։ Դա պատկերացնում եմ։ Երեք Արցախի 3 նախագահ Բաքվի բանտում են, Հայաստանի նախագահին ու բան տան վրա հարձակվել են, տանում են կալանավորել։ Այս ոչխար մասն հրճվում է։ Ոչ թուրք է, դա գենետիկ թուրք են սրանք։ Մենակ գենետիկ թուրքը կարող է հրճվի, որ իր նախագահներին Բաքվի բանտ են տարել եւ այստեղի բանտ։ Գենետիկ թուրք, գնացեք ձեր արունը ստուգեք։ Ուրախացել են, տարել են, հարձակվել են, ինչ լավ է։ Մենք մի հատ Ալենն էլ ասում է Ռուսաստանից ինչ ասում, հույս ունենք չեն, այսինքն շանտեղ չի դնում իրանց երևի համապատասխան մարդիկ, ասում է հույս ունենք իբր թե հեգնում է, հա, ինչ է ուզում ասի։ Հույս ունենք Ռուսաստանից չեն զանգել։ Ես նրան ինչ է ուզում ասի, թող ասի դրան։ Իմիջիայլոց մեծ ձեռքբերում կա, որտեղ Սուրենյանցն ասեց, բա որ առաջին հանդիպման ժամանակ թքի, հիմա երեք դեսպանի հետ էր հանդիպել, թքի երեսին, ոնց որ թե չի թքել, այդպես ինֆորմացիա չկա, չէ՞։ Կա թե չկա այդպես ինֆորմացիա։ Եկեք ես։ Մի խայտարակություն էլ այդ Ռուսաստանի դեսպանն է այստեղ։ Խայտարակություն։ Եթե հարմար ծանոթ մարդ կա, թող փոխանցեն, որ մի խայտարակություն էլ նայա։ Դեսպանը ինչ պիտի անի։ Դեսպանը կատարում է այն, ինչ որ իրեն հանձնարարված է, էլի։ Դա ուրիշ հարց է։ Ուրեմն, այստեղ խնդիրը ուրիշ է։ Մենք պետք է հաշվի առնենք նաև մեր այսպես կոչված դրա ծրագրի առանձնահատկություններին, որովհետև այդ ծրագրի իրականացումը բերելու է ծանրագույն վիճակի, առավել եւս հիմա ծանր է, շատ ավելի ծանրագույն։ Ինչու՞։ Որովհետև այդ ծրագրում ես օրինակ չտեսա իրական տնտեսության զարգացում, արդյունաբերության զարգացում, գիտության զարգացում, գյուղատնտեսության զարգացում չկա։ Եթե դուք ուզում եք հասկանալ, որ ինչ է նշանակում ինքնիշխանությունը, ապա ինքնիշխանությունը այդ զարգացման մեջ է։ Այսինքն երկիրը ունի զարգացած գիտություն, ունի շատ բարձր մակարդակի կրթություն, ունի շատ հիանալի ուրեմն արդյունաբերության զարգացման ուղիներ, նույնը գյուղատնտեսություն։ Սա է ինքնիշխանությունը։ Ինքնիշխանությունը նա չէ, որ ես ոնց ասեմ, հենց էլ կանեք, դատավոր, ես քեզ ասել եմ անես, սրան տանես, նստացնես, ուրեմն ես ինքնիշխան եմ։ Այսօր դու ես ինքնիշխան, վաղը քո նման այդ ինքնիշխանները քեզ են տանելու դնեն, ոնց որ դու ես որոշել, հենց էլ նրանք են անելու այդ ամենը։
Էսա է, որովհետև ժողովրդի այդ հատվածը, որը որ փորձում է իրեն արդարացնի, թե իբր մենք հիմա պրծանք ռսի լծից եւ այլն, դե հիմա գնացեք Թրքի լծին մտեք, որ հասկանաք թե լուծը ինչ է։ Այ նայեք թե նույն Ալիևը ձեզնից ինչ է պահանջում եւ տեսեք դա իսկապես լուծ։ Հետո լուծ չկպնեք։ Որովհետև այս ամբողջի իմաստը լինելու է հետեւյալը։ Այսօր սպասում է Ալիևը լդեր։ Սպասում է, որ այդ հանրակվեն, որ արդեն տեսեք, ասում էր հանրակվե չեմ անելու, չէ՞։ Ասում էր թե ինչ հանրակվե, ես հանրակվեն լդեր ուրա Եվրոմիությունը եւ այլն։ Երեք չառաջ օր ասեց հանրակվեն անպայման պետք է անենք։ Այսինքն հանրակվեն անում են ինչի համար, որովհետև ընդեղից ասեցին ինչ մարդ, ինչ ես գիտեմ մյուս տարի, հնա միած շուտ արա, այդ նույն ձևով ոնց որ այս ընտրություններն ես անցկացրել, լավ մի ավելի վատ ձևով էլ անցկացրու քո հանրակվեն։ Ու դուր որ մենք իմանանք, որ արդեն էլ այդ ուրեմն հրճակագիրը չկա սահմանադրությունում, սահմանադրությունը փոխվում է այնպես, որ ընդհանրապես թղթի կտորա դառնում եւ դրանից բացել հետո էլ ուրեմն հանրակվենա, որը ասում է ես ԵԱՏՄ-ից դուրս եմ գալիս, կամ էլ արդեն ծաղրեցին երեք չառաջ Մոսկվայից ծաղրեցին, ի՞նչ է նշանակում, ես ուրախ կլինեմ, թե մեզ հեռացնեն հապկից։ Լսի, այն գիտես ռուսները մի հատ խոսք ունեն, ասում են մելկի ժուլիկ։ Մանր բան։ Այսինքն, եթե դու ուզում ես, որ քեզ հեռացնեն, տես բան չկա, հետո էլ հեռացնեն քեզ ասում տեսակ, մենք չէինք դուրս գալիս, իրանք մեզ հեռացրին, ժողովուրդ տեսակ, որ Ռուսաստանը հենց ինչ է մեզ անում եւ այլն։ Դե հեռացնելա գնա դու ինքդ դիմումդ գրի, ասա ես դուրս եմ գալիս, վերջանա գնա։ Այդքան տղա ես, տղամարդ ես, վերկած գնա արա։ Եվ հետո պատասխան տուր։ Իսկ դուք հեչ մտածել եք, անգամ այս վիճակում հապկի արկայության դեպքում։ Դուք մտածել եք ինչ է մեր այսօրվա կարգավիճակը։ Այսինքն մենք հլա դեռ այդ զոնցիկի տակ ենք։ Հլա որ ձեր բանակը չի կարող, չէ՞, չի կարող, ինքը ասում է, չէ, բանակը պետք է լինի ամենավերջինը, որը ապահովում է մեր անվտանգությունը։ Առա։ Այսինքն, ուրեմն դու դիվանագիտությամբ ուզում ես այդ բանը անես, դա թքած ունի քո դիվանագիտության վրա։ Նույն Ալիևն էլ, նույն Թուրքիան էլ։ Ինչ է անում Էրդողանին հիմա ինչ են փորձում զսպել մի քիչ։ Դուք հետ էլ մտածեք, ինչի Իսրայելին քսի տվեցին հիմա Էրդողանի վրա։ Որովհետև Էրդողանի ծրագիրը արդեն իսկապես դառնում է իրողություն, միջև ասում են դե լավ, խոսում են էլի։ Հիմա տեսնում են, որ իրողություն է դառնում։ Տեսնում են, որ այս թրիպի ճանապարհը հենց միացնելու է եւ մեծ Թուրանի գաղափարը արդեն իրականություն դառնա կամած։ Ղազախստանին տալիս են երկաթգիծը, ուզում է տա երկաթգիծը, ինչու՞։ Որովհետև Ղազախստանը մտնում է թուրքալեզու պետությունների միության կազմի մեջ։ Եվ այդ դեպքում ինքը ենթարկվում է նաև Թուրքիային։ Այսինքն այդ թրիպի եւ երկաթգծի հարցը հենց դրանով է բացատրվում, որ Ղազախստանը ասում է այո, ես պատրաստ եմ վերցնեմ։ Ղազախստանը ինչ է իրենից ներկայացնում, որ գա մի հատ էլ մեր երկաթգիծը կոնցեսիայով վերցնի։ Հələ իր ներքին խնդիրները թող լուծի։ Մի հունվար ամսին հիշում եք այն 2 տարի առաջ հեսա տապալվում էր դրանց իշխանությունը։ Եվ միայն հապկի շնորհիվ պահպանվեց ուրեմն Տոկաևի իշխանությունը։ Հիմա հարց է առաջ գալիս, դուք այդ ուղղությունները պետք է վերլուծեք, հասկանաք թե չէ։ Թե մենակ էս այսօր որ ասեց, ուրեմն սենց էլ կա։ Բայց հետո շարունակությունը ո՞րն է։ Շարունակությունը շատ պարզ է, որ այդ ամբողջը ինչ որ գալիս է սնուցելու է Նախիջևանը, ուզում եմ որպեսզի դա հասկանալ լինի։ Էլի նորից այդ ինչ որ ասում էր, գալու է խողովակաշար, իբր գազ է գալու։ Այդ խողովակաշարը գալիս է մտնում է Նախիջևան, գնում է սպասարկելու Նախիջևանը։ Գալիս է էլեկտրոէներգիայի սյուները, ուրա գնում գալիս է մտնում է Նախիջևան։ Ձեզ հետ կապ չունի։ Վոլոգնային այդ մալուխային ուրեմն կապը գալիս է մտնում է Նախիջևան։ Հենց որ Նախիջևանը ամբողջովին արդեն կդառնա ինքնաբավ եւ պատրաստ պատերազմի, այդ երկու կողմից այո Տիգրանաշենով, այլ լսեք լավ։ Տիգրանաշենը փակելով
կփակեն ամբողջ Սյունիքը եւ Հայաստանի այս կտորը, որովհետեւ ձեր երկաթգիծը դες անընդհատ ասում է թող լինի ախուրիկ ուրեմն այդ գիծն էլ Գյումրի եւ այլ բայց որ այդպես էր այդ որ ուզում էին մեզ այդ պրոյեկտի մեջ մտցնեին եկեք այդ դեպքում բացեք ամբողջ կոմունիկացիաները այդ դեպքում այո բոլոր կոմունիկացիաները իրականում բացեք իմիջիալոց նոյեմբերի ուրեմն 10-ի են բանում հայտարարության մեջ որը եղավ 20 թվականին հենց այնտեղ գրված է որ բոլոր կոմունիկացիաները պետք է բացվեն կա այդպիսի բան թե ձեզ թվում է որ Ադրբեջանը մի հատ թել է տվել որպեսզի Ռուսաստանից հիմնական ուրեմն ծորենը եւ մնացած բաները գան Հայաստան, այդ արդեն ուրեմն կոմունիկացիայի բացում է։ Ոչ, կոմունիկացիայի բացումը նա լինելու է այն դեպքում, երբ որ Հայաստանը մասնակից է լինելու արևելք, արևմուտք ամբողջ այդ երկայնությամբ այդ պրոյեկտի հիմնական նաեւ մասն է կազմելու։ Այդ դեպքում կարելի է խոսել դրա մասին, բայց չի կարող Նիկոլ Փաշինյանը իր կառավարությունով այսպիսի պրոյեկտ իրականացնել պարզ պատճառով Թուրքիան թույլ չի տալիս Թուրքիային դա պետք չի ձեռնտու չի Ադրբեջանին առավել եւս պետք չի որպեսզի Հայաստանը հասկանում եք իրանց նման կարողանա զարգացում ապահովի այս դրա մասին պետք է մտածել այս է աշխարհակաղակական process-ների զարգացումը դրա համար հիմա արևմուտքի որոշ հատվածներ Միացյալ Նահանգները Իսրայելին այո քսի տվեցին ասին հələ մի հատ դրա ախորժակը մի քիչ զսպեք այն որ Սիրիայում Թուրքիան ուզում է զորքեր ունենա եւ այդ զորքերի միջոցով նաեւ Իսրայելին մեղադրում է ցեղասպանության մեջ նայել նրան է մեղադրում ոչ նա է մեր ընկերը ոչ էլ սա երկուսն էլ պարզ է ովքեր են բայց հարցը նրանն է որ այս process-ն է գնում Իսրայելը հիմա փորձում է Թուրքիայի ախորժակը փակել Ուրեմն կնշանակի նրանք էլ հասկացան, թե դրա հետևանքով ինչ կարող է լինել, որովհետև դրա հետևանքով, որպեսզի ուղղակի պատկերացնեք, ոչ թե միայն 6 թուրքալեզու պետություններն են միավորվում։ Իդեպ ասած, Էրդողանը բացահայտ ասում է, ախր ինքը հոտ չի թաքցնում, ասում է, ես իմ երազանքն է ունենալ 6 պետություն, թուրքական պետություն, 6 պետություն, 1 ազգ։ Պարզ Էլ ինչա ձեզ պետք։ Ով է խանգարում իրենց այդ պրոյեկտը իրականացնել։ Այս փոքր Հայաստան տարածքը։ Սա է։ Եվ եթե դուք երազում եք, որ իբր դրանց հետ խաղաղ լինեք, ապա դուք իրականում պետք է մտածեք, ով է լինելու ձեր այն հզոր, նաև մեկը չէ, երկուսը չէ, երեքը, որ ճամբարում եք լինելու, որպեսզի կարողանաք դիմագրավեք։ Իրա դահիճը թուրքերը։ Այո։ Եվ հետո այդպիսի բան թույլ տաս ասես, որ իբր ուրեմն Ռուսաստանն էր, ռուսների վրա գցեց մեղքը ցեղասպանության։ Ուրեմն թուրքերը չեն, հա, ցեղասպանությունը կազմակերպել։ Ամբողջ աշխարհը գիտի, որ թուրքն է արել այդ ցեղասպանությունը։ Հիմա դու ուզում ես ցույց տաս, թե իբր թե այ եթե ռուսները սեն չանեին, հեղափոխություն չանեին եւ այլն։ Հեղափոխությունը 17 թվին է եղել, ցեղասպանությունը 15 թվին։ Մի հատ կարդա Մորգենթաուի գիրքը, որը Հայկը Դեմոյան հայերեն է թարգմանել իմիջիալոց։ 94 թվին էլ է եղել 1800-ին։ Դա ամեն ինչ է եղել, 94, այո։ Աբդուլհամիդի ժամանակ մենակ 300,000 մենակ պաշտոնապես են ասում հայերին։ 21-ին էլ է եղել Շուշիում։ Ինչ որտեղ չի եղել։ Բաքվում չի եղել, Սումգայիթում չի եղել։ Իսկ այս մնացածը ինչ որ արեցին 20 թվականի պատերազմի ժամանակ։ Այդ ցեղասպանություն չէր, հա։ Երիտասարդների գլուխները կտրելը ֆուտբոլ խաղալը։ Մոռանում եք այդ ամբողջը, հա։ Էս էլ այսօր է եղել է ախր։ Բայն մասնատված կանայք։ Եվ ել եմ կրկնում, եթե դիպուկահարներ էին։ Իրականում եթե դա խաղաղություն էր ուզում, այսօր չպետք է վերցնեն մեր բարձունքները։ Նույն սոտկի հատվածը Նույն Վարդենիսի բոլոր բարձունքները, նույն դեպի ուրեմն Վայոց ձորի բարձունքները, բոլոր իրենց ձեռքում են։ Երբ է եղել այդպիսի բան։ Ճանապարհը գորիս։ Սեյրան Օհանյանը մի օր պատմեց։ Ուրա այդ հայվանն ուրա, ինչ էր այդ պաշտպանության որ նախարար էր, Վաղարշակ։ Ճակատից sense բանով գրեն։
Հող հանձնող, երկիր հանձնող։ Սերան Օհանյանը մի օր պատմեց Խաչիկ գյուղում նրանք եկել վերցրել էին բարձունքը մի գիշերվա օպերացիայով առանց կրակոցի ընդեղից հեռացրին նրանց մի օպերացիայով այսինքն եթե դուք չեք կարողանում անգամ հասկանալ որ այդ ամենը կարելի է անել եւ նրան Թուրքին բանից երկի գլխին վարչապետ ջերմուկից հեռացնեն Նիկոլն է նստած պաշտպանության նախարար մի հատ դասատու չէ Սուրեն Պապիկյան պատկերացնեք ում մեղադրել են դանակահար որ բանակում մարդա դանակով խփել այդ մարդն է նստած ունի շտաբի պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ իմիջիայլոց Անդրանիկ Քոչարյանը այտենց հատուկ բաներ ա տալի գիտեք չէ բան ունի լրագրողներին չէ նյութեր ա տալիս որ գրեին Սասուն Միքայելյանի դեմ մտածում էր որ հանկարծ նա չլինի են էլ երկուսիդ էլ լավ գցեց Նիկոլը բանը նավակ ճոճող մի հատ ինչ որ ինչա դրանն է Վիլեն Խայտարակություն, իսկ թվում է ծնողները մաման պապան նստում են մեկը մեկին նայում ասում այս խայտարակությունը ումից ոնց ինչ Վիլեն Գաբրելյանը պաշտպանության հանձնաժողովի նախագահ երկիր Ես մի անգամ եմ դրան տեսել Գյումրիում չգիտեմ ինչ վիճակում Ասենք այս տղեն կարա գնա ինչ որ տենց կլաբներում ինչ անի այն որ խմած ընկած այդ չի հա մկրտվել է ու փոշմանել է արյան կան չտա հա ասես չի ասեց իրանց հոգևոր հայրը բաննա Փաշազադենա իր կուսակիցները դա ասես չէ հոգևոր հաճած հոգևորական է իրենց համար ոնց էր ասում ողբամ քեզ հայ ժողովուրդ իսկապես եկել է այդ բանը ողբամ քեզ հայ ժողովուրդ թակավորդ մերկել եւ այս վիճակում Այս վիճակում երբ որ գնա խժռի քո հերոս տղերքին քո նախագահներին լավ խժռեցիր քեզ կերակրեցին Արցախը հանձնեցին տվել է ինչ է sense ասում են նայ Արցախի վերաբերյալ հետեւյալ է Ռոբերտ Քոչարյանին քո հաղթածին Ալիևին կզացրած նախագահին բանարա ինչ ասես խժռի որ Արցախը լավ տան հիմա էլ Ալիևին կզացրած չոքացրած Քոչարյանին գնա բռնի որ Հայաստանը լավ տան դու էլ բավարարվի Արցախցիների գոհացի որ լավ հեսա գալիս հասնում են քո տանը Տես հիմարացած մնացեք, որ լավ հանձնեն։ Ուրեմն արցախցիների պաշտպանություն։ Հայ ժողովրդին ով է պաշտպանելու, ռուսը թշնամի է, Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Իր հերոս տղերքը թշնամի են, նախագահները թշնամի են, քո բարեկեցություն բերած բարեգործ մարդիկ գործարարները թշնամի են, կուսակցության առաջնորդների մասին չեմ ասում։ Բայց այն մյուսները, որոնք ով ա ձեզ պաշտպանելու։ Բիզնեսով բանակը թշնամի է։ Թշնամի չեն, իրանց կողքինները ոչ մի դեպքում թշնամի չեն։ Այս ովքեր հիմա իրենց բիզնեսով ծաղկեցնում են իրենց, այսպես ասած, եւ հլոնազատ գլուխները կախ աշխատում։ Նրանք հեչ, ինչ են արել դրանք։ Այդ պատերազմի ժամանակ օրինակ տեղյակ եք Ծառուկյանն ինչ է արել Արցախի համար։ Տեղյակ եք այդ պատերազմի ժամանակ ինչ է արել Սամվել Կարապետյանը։ Գիտեք քանի միլիոնի զենքաբերը ինչ արել։ Տեղյակ եք Սերգեյ Համբարձումյանը ինչ, ասենք բան մարդիկ են։ Նույն Արա Աբրամյանը։ Բարեկիրթ մարդիկ են։ Նույն Արա Աբրամյանը, բարեկիրթ մարդիկ են չեն խոսում, որտեվ հայրենիքի համար նես չի որ անում են որ դրա մասին խոսել։ Հա, տեղյակ եք ինչ են արել։ Բա հəl մի հատ ձեր այդ կողքիններին բան արեք էլի քննեք հասկանանք տեսնենք ինչ են արի իմիջիայլոց դեսպանին էլ ճանապարհեցին այսօր մի հետաքրքիր նյութեր նաև մեզ մոտ չգիտեմ պարոն Սարգսյան հասցրել եք ծանոթանալ թե դեսպանին ինչի համար են հանել այնտեղից չէ ինչ խնդիրների մեջ է ինչու են ռուսները գրողի ծոցը ուղարկել Գուրգեն Արսենյանին եւ Փաշինյանից պահանջել փոխել նրա դեսպանի պաշտոնը Երևանցի Նաբուդրաձել օրինակ ալիք հետ գրել է որ բարբերաբար հրապարակվել են նյութեր կարծեմ ձեզ էլ հետաքրքիր կլինի սա մեջբերեմ եւ արդեմ հղում անելով Փաշինյանի վարչակազմի աղբյուրներին հրապարակվել են տեղեկություններ որ ըստ որի ՌԴ-ում դեսպան Գուրգեն Արսենյանի դեսպանի պաշտոնից հետո կանչելու որոշումը Փաշինյանը չի կայացրել այլ նա դա արել է ռուսական կողմի պահանջով Հայաստանի իշխանություններն ակտիվորեն առաջ են մղում այն վարկածը թե Արսենյանի հնարավոր փոխարինման պատճառը նրա իբր ոչ բավարար կոշտ դիրքորոշումն է նույնիսկ վերջին շրջանում Փաշինյանի հակառուսական քաղաքականության հետ նրա անհամաձայնությունը ըստ հրապարակման Հայաստանի դեսպանատան աշխատակիցները բացահայտել են ռուսական լրատվամիջոցներում վճարովի նյութեր տեղադրելու փորձի ժամանակ նշվում է որ այդ նյութերը նպատակ ունեն վարկաբեկել ՌԴ ԱԴՑ-ին ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Կիրենկոին եւ Հայ
առաքելական եկեղեցու Բարսաշյան հոգևորականներին Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս arczepiskopos-ի գլխավորությամբ եւ այլն աղբյուրները այսպիսի բաներ են գրում Գուրգեն Արսենյանի մասին 4 ամիս, եթե չեմ սխալվում, անգամ 5 ամիս ինքը չէր ստանում Ռուսաստան, գիտեք չէ, ներկայացնում են դեսպանի տեխնացիոնը, այդտեղից պետք է համապատասխան գա համաձայնություն, չեմ ուզում տերմիններով խոսել, ուրեմն պետք է համաձայնություն գա։ Այդ համաձայնությունը չէին տալիս Ռուսաստանից։ Այսինքն գիտեին, թե այս անձի ամբողջ պատմությունը, նրա կատարած այսպես կոչված աշխատանքը եւ այլն։ Սա համառորեն պահեց այս տեխնացուին, նրանք էլ ասեցին դու սա եք ուզում, բերեք դրեք թող բնա։ Եվ այսպես է եղել նրա նշանակը, բայց հիմա էլ արդեն երևի արդեն չդիմացան, վերցեցին նաև այդ դեմարշն արեցին։ Սա լուրջ դեմարշ է։ Երբ որ ընդունող երկիրը չի ուզում շարունակի աշխատել այս դեսպանի, այս մարդու հետ։ Սա շատ լուրջ դեմարշ է։ Քո երկրի քո դեմ։ Դա էլ հետական բանն է, երբ որ ասում ես երազում եմ, որ մեզ հապկից հեռացնեն։ Ես շատ գոհ կլինեմ, որ մեզ հեռացնեն։ Դե, էդ էլ իր հերթին կլինի։ Շնորհակալություն։